Նատալյան, ես երեկվա միջադեպին եմ ուզում անդրադառնալ, բարոյական կողմը մի կողմ թողնենք, բայց այնտեղ երեխա կար նստած եւ Նիկոլ Փաշինյանը գոռում էր այդ երեխայի ներկայությամբ, այստեղ երեխայի իրավունքների խախտում։ Ես չեմ ուզում որակումներ տալ եւ դրա իրավունքն էլ չունեմ, բայց եթե չեմ սխալվում, հաջորդի վարչապետը հրապարակում է արել այդ միջադեպի հետ կապված եւ կարող եք օրինակ մեջբերել վարչապետի հրապարակումը ինչի մասն է խոսքը ներողություն խնդրելու մասին։ Հիմա դա հարց է, թե պնդում է, թե ինչ է։ Ես վիճակում հայտնվեիք, ինչ կանեիք, այդ ներողությունը կընդունեիք որպես նաև մայր։ Ես կմտածեի ինչ անել եւ նույնն էլ խորհուրդ եմ տալիս այդ կնոջը, ես չեմ կարող որևէ որակում տալ այն երևույթի մասին, որը տեղի է ունեցել եւ գնահատականը միջադեպին տվել է հենց վարչապետը, ավել որևէ բան չեմ կարող ասել։ Չի ստվերում այն իրավիճակը, որ տեղի է ունեցել, Տիկին Գալյան, տեսեք, բռնության ակնհայտ իրավիճակ էր, երբ որ երեխան վախվորած կպել էր մորը եւ այդ շատ լավ պաշտպանության մեխանիզմներ նախատեսված են Տիկին իրավիճակը ներկայացնում է, ասում եք շատ լավ մեջ չեք, ինչ է կատարվում։ Ինչ ներողություն իրավիճակը ներկայացնում ասում եք շատ լավ։ Ես իրավիճակի մասին չէի ասում շատ լավ, ես խոսքը ավարտելուն էի ասում շատ լավ, այո, գուցե ճիշտ է կամ այսինքն շատ լավը տարբեր ձևերով կարող է մեկնաբանել եւ այլևս խնդրում եմ չմիջամտել այն դեպքում, երբ ես խոսում եմ։ Սա չէ բազմից է եւ պետք է հարցեր տալ։ Ուրախ ավտոբուսի վերջի շրջանի շրջակայությունից դուրս եք մնում, ինչն է։ Չէ, դուրս չեմ մնում եւ եղել եմ, ուշադիր չեք եղել։